Ադրբեջանից հաջողա սահմանադրության փոփոխություններից է կրկին խոսել եւ ասել, որ ազդակներ են ստանում, որ Հայաստանում լինելու է հանրաքվեր։ Հնարավոր է կա ինչ-որ քննարկում Բաքվի հետ այդ մասով եւ չի հանրայնացվում կամ այդ ազդակները ինչպես են հասել Բաքու, որ հանրաքվեր լինելու է այն դեպքում, որ Հայաստանում իշխող ուժը դեռ 2/3 չունի եւ այդ հարցի լուծումը իրավական առումով առնվազն տեսանելի չէ։ Մենք մեր ներքին հարցերը ինչու պետք է քննարկենք որևէ երկրորդ երկրի հետ։ Դա մեր ներքին հարցն է, իսկ ազդակներ մենք հրապարակային ասում ենք, մենք նոր սահմանադրության այդպես հանձնաժողով ենք ստեղծել, այսինքն դա տես թաքուն բաներ, որ ազդակներ է հասել Բաքու։ Եթե մենք քննարկում ենք այդ ամեն ինչը, եթե մենք խոսում ենք, ունենք նախագիծը, ասում ենք, որ առաջիկայում հրապարակելու ենք այդ նախագիծը, մենք ասում ենք, որ շատ կարևոր այդ թվում դատական համակարգի բազմաթիվ խնդիրներ այդ նոր սահմանադրության շրջանակում ենք պատկերացնում, որ պետք է լուծենք, ինչ ազդակի մասին է խոսում, ասում ենք, որ մենք առաջիկայում պատրաստվում ենք այդ process-ներն առաջ տանել։ Բայց ինչպես Տիկին Հակոբյան կա արդեն պատկերացում, որովհետև ըստ էության խորհրդարանում նախագծի ընդունման անհրաժեշտ ձայները ԿՊ-ն չունի, հնարավոր է հաշվի առնելով այն կառուցողական մթնոլորտը, որ փորձում եք հաստատել նաև դրության հետ, փորձեք համոզել, որ միանան ձեր օրակարգին։ Շատ լավ կլինի, որ նրանք էլ Հայաստանի շահը տեսնեն մեր հիմնարար փաստաթղթերում, կարևոր փաստաթղթերում, բայց գիտեք 18 թվականին էլ ԿՊ-ն շատ ամենափոքր խմբակցությունն էր ազգային ժողովում, բայց ժողովրդի ցանկության բերումով եկան եւ քվեարկեցին նրա համար, որ ԿՊ-ն լինի իշխանություն եւ ունենա վարչապետ։ Այսինքն, եթե ժողովրդի համար ընդունելի լինի մեր մայր օրենքը, ես չեմ կարծում, որ որևէ ժողովրդի ընտրյալ, падգամավոր կարող է դեմ արտահայտվել այդ կարևոր փոփոխությանը։ Ոնց է որոշվելու ժողովուրդը։ Դա լայն հանրային քննարկման է դրվելու, լայն առաջարկներ են լինելու, համալրվելու է, փոփոխվելու է, բոլորին հատ հասու է լինելու սահմանադրությունը, որովհետև գիտեք, որ պատմականորեն սահմանադրությունը ժողովուրդը չի ընտրել եւ կապ չի զգացել իր մայր օրենքի հետ, որով պետք է առաջնորդվի իր կյանքի բոլոր փուլերում եւ մենք ուզում ենք, որ նաեւ նոր սահմանադրություն ունենալու նպատակն էլ հենց դա էր, որ մեր ժողովուրդը ընդունի, ընկալի եւ առաջնորդվի իր սահմանադրությամբ, ոչ թե ձևական բնույթ կրի։ Տիկին Հակոբյան, ճիշտ հասկացա, որ դուք նկատի ունեք ժողովրդի ճնշման ներքո նաև ընդդիմադիրները սահմանադրական այդ նախագծին կողմ քվեարկելու այդ սցենարն եք դիտարկում։ Մենք որևէ սցենար չենք դիտարկում եւ ժողովրդի ճնշումը ո՞րն է։ Ժողովուրդն է իշխանությունը, եւ падգամավորներն են քվեարկում, այդ դա եմ ուզում հասկանալ։ Բայց այդ նույն падգամավորները չքվեարկեցին, որ Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ։ Հա, դա է ինձ հարցնում, դա ճնշման արդյունքն է այդ։ Այո, որովհետև ժողովրդինն է իշխանությունը, եթե ժողովուրդն ուզի, որ ինքը ունենա այդ սահմանադրությունը, ասեմ հանրային կդրվի քննարկման եւ ժողովուրդը կունենա հնարավորություն իր կարծիքն արտահայտելու, ուզում է թե ոչ, հետո արդեն կհասկանանք ժողովուրդ, իսկ կարող է այդ նախագիծը ներկայացնենք եւ ուրեմն պետականամետ մտածողությամբ ընդդիմադիր падգամավորներ ելույթներ ունենան ու պաշտպանեն այդ սահմանադրությունը, դուք բացառում եք։ Եթե լավ բան լինի, միգուցե իրենք էլ աջակցեն։